Բարև ձեզ, հայ հորիզոն ցեզի հետ է այսօր Մոնտրեալի Սուրբ Հակոբ ազգային վարժարանի Բաստրմանջան սրահեն ներս։ Այսօր հոս դեղի ունեցավ զրույց գլոր սեղանի մշուրջ, գազագերբությամբ հոմի Մոնտրեալի սոսե մասնաճյուղի վարչության գողմե հադուկ հանձնախումբի մը, որ գեհեդաբնտե շարքմը գանանց հզորացման թեմային շուրջ։ Women's Empowerment. Այսօրվա պանելիստներն էին Անի Սերոպյան, Հասմիկ Մանուկյան, Անի Վանլյան, Արաքս Մալխասյան եւ Թալիա Ջաբրայան. What are the challenges that you faced, be it education, entering the workforce, any of the challenges you think you faced, not necessarily as a woman, as a person, as Ani said also? Պետք էր փաստեի, որ այո կինեմ, այո կրնամ դղամարդոց, որտեղ կորձս ընդհանրապես եղած է դղամարդոց հետ ժամանակին, միան դղամարդիկ էին արկորձի մեջ, լոջիստիքսի մեջ, ներգայիս է, որ սկսած եմ վերջին 10-12 տարին թիվերը բարձրանալ իքական սերերում, և պետք էր փաստեի, որ այո ես կրնամ ունել, որովհետեւ կարենայի այդ կորձը անել. Բարև Հասմի։ Բարև Թամար, ինչպես ես։ Շատ լավ, Հասմիկ այսօր բավական երկար շարք մգար հարցումներու, որոնց արիթ ունեցակ իրականությունին պատասխանել։ Ցեզի պիտի հարցնեմ այդ հարցումներեն մեկը մեր հերոստատիդողներուն համար հաջողություն ասելով կյանքի մեջը ինչ կհասկանանք, ցեզի համար ինչ կնշանակե։ Հաջողությունը երկու ձևով կրնամ բաժնել, թե անձնական կյանքդ, որ ցուն կգերդես այդ հաջողությունը, պլան գնես ինչ կուզես անել եւ ըստ այնմ կգերդես, օրինակի համար ընտանիք կազմել, զավակ ունենալ, զավակները դպրոցը ղրգել, իրենց ուսումը տալ, մեկ ասամենը ինչ որ քեզի ուրախություն կպատճառե, ադիգա հաջողություն է եւ կորձի հաջողությունը, կամ օրինակի համար արտաքին հաջողությունը ասեմ, ինչպես կսենք անգլերեն, we have to have KPIs, ուրեմն մեկ եթե նայենք, որ այո կորձի մեջ հաջողած եմ, բարձրացած եմ, հարկանքը շահած եմ, ուրեմն ասամենը ինձ համար հաջողություն կնկատեմ։ Իսկ նաև շեշտեցիք, որ ձեր կյանքի ընկերը որ կընտրեք շատ կարևոր է, ինչու։ Ամենակարևորը է, որովհետև կյանքդ պիտի ապրիս հետը, բայց հետը ապրիլը չէ միայն, այլ անոր հարկանքը։ Եվ ինչպես վստահություն ունի վրատ, իբրիկական սեր, եւ ինչպես քեզի դված է պետք եղած ազատությունը, որովհետեւ ցունակու հաջողություններ դունենաս։ Ուրեմն քեզի գրնակ կգենա։ Եվ միշտ ասած եմ, պետք է երկուքը իրարու հարկեն, դեր եւ դիկին, եւ իրարու support-ն են։ Կյանքը այնքան ուրիշ challenge-ներ ունի, որ ուրեմն ադոր համար շատ կարևոր է կյանքի ընկերը, շիդակ ընկերը ունենալ զադել եւ վստահ եմ ադիգա ամիջապես կրնաս տեսնալ եւ սկալ քո խոսակցություններդ միշտ ադիգա խոսակցությունն է որ քեզի իրարու հետ communication-ն է որ գոքնե որ գիտնաս թե անցը ինչ ցևով կմտածե որովհետեւ միան լրելյալ փամը չես կնար հասկանալ։ Շատ շնորհակալ եմ։ Խնդրեմ Թամար, շնորհակալություն։ Ինչպես որ քույրիկս ասավ civil litigation practice կանեն եւ ինքնաբերաբար նկատեմ որ client-ներ մտահոգություն ունին որ աղջիկը ինչպես պիտի մոդենա իրենց հարցին, նույնքան aggressively պիտի մոդենա, քան անդղա lawyer-ը որ իմացնե եւ որովհետեւ իմ մեջս միշտ այդ հավատքը եղած է որ ուր որ արնամ I deserve to be there, I belong there, կգարձեմ որ գրնամ այդ ինքնավստահությունը client-ներուն մեջնալ մեջտեղ բերել։ Ուրեմն ուզեի աս opportunity-ն առնել որ shout out անեմ անշուշտ որս որ միշտ մեզի այդ կաչալերանքը դված է եւ սկացումը որ ուր որ ալենք պետք է հոնանք եւ երկրորդ անգամ չմտածենք։ Բարև Թալիա։ Բարև Թամար։ Թալիա շատ հաճելի էր զրույցը այսօր գրնանք ասել։ Քեզի մեկ հարցում ունիմ, այդ բոլոր հարցումներու շարքեն, այդ մեկին վրա եթե գրնաս կետրոնանալ, որ ինչպես միութենական կյանքը աստած է քու ասպարեզիտ։ Միութենական կյանքը ասպարեզից շատ աստած է, հատկապես անիմաստով որ ինձի դված է արիթը out of the box մտածելու, դված է արիթը ունենալու հմտություններ, որ իմ դարիքիս ուրիշները չունին։ Լա գազմագերբչական կետնի վրա, ինչպես որ panelist-ներն ալսին, այսինքն spreadsheet պատրաստել, ժողով գազմագերբել, ադենակրություն առնել եւ այլն, բայց նաեւ people management, այսինքն managing people, emotions, բոլոր դարբեր տեսակի մարդիկ կան, բայց
երբ որ աշխատից մարդոց հետ որ նույն նպատակը ունի, ինքը հասկանաս որ բաներ անձնագանի չառնես եւ ինչպես navigate-ն ան եւ գկարձեմ ադի շատ օգտակար է նույնիսկ կորձի ասպարեզի մեջ, որովհետեւ այդ սթրեսը գրնա քեզի շատ հաջող այդ գարձիկը տալ որ ամեն ինչ որ կբադահի որ անձնական է, քեզի personal է, մեկը քեզի չի սիրեր կամ հարցը քեզի կվերապերի հատկապես, բայց միութենական յանքը քեզի կսորվեցնե որ ոչ, ամեն մարդ իրենց perspective-ով գումոդեն հարցին, բայց նույն խաղապարին համար աշխատենք եւ անոր համար գրնանք խումբով ըլլալ։ Partner, especially if you want to get married and have kids, it is the most important thing. Like in every which way, this for me is Anget Abri Panshiga to see that he's going to encourage you. He's going to be a real partner and not just put sticks in the wheels and really just, support you. There's nothing more important than that in life because that's who you're with every day. It's going to shape your children and everything else. So choose wisely, women. Ani, ասենք թե եթե գետրոնանանք քու կարիերիտ մասին, իբր գին, ինչպես ինչ էր secret-ը, ինչ էր կախնիկը, որ հաջողեցար հասնել ուր որ ես։ For me, there's no plan B. Asegam hedge, number one, mentally shad betke badraste las for dev degerga vor gernam sel medamasuchun gesen no chshanak virasiga. Yedev medik bichines and you're just bichana guess. Pait Steve mega ընդանի կունենալ ամուսին գամգին մարդերուն համար որ գահասկնակ իրարու եւ իրարու support կնեք այն կարևոր բանը անե չեն մնացածը չգնար մանավանդ բզդիգով յետև գնայım and it's a miracle like անանք դժվար է as life work balance որ կոյություն ունի շատ կարևոր է ճիշտ անցը ամուսնանալը ասենք Եվ այդ մասին շատ լավ արդարդվեցակ անի իբր գին Challenge-ներով վստահ եմ հանդիպեցար, մանավանդ դարիներ առաջ, երբ որ company team-նեցիր, ինչպես այդ challenge-ները գրծար հաղթել։ Challenge-ները business-ի մեջ հեչ personal չարի։ Ինչպես որ ասի արջևս մեկը գար որ ինձի գիչեցներ գոր խոսացևը meeting-ի մեջ էինք, ինչ եղավ շատ creative ծևով, ուրիշ ծևով պետք է կամեմ համոզես եւ ինչ որ միտքդ ունեիր ընել բիդի գարենաս ընել։ Չես կնար ասանք չղայնանալ emotional մեկ գոմբիցիկես իրեն պրոբլեմն է թե գինիկները եւ երիկմարտերը իրեն համար նույն մագարտակը չտեսնար գոր պետք է ուրիշ ծևով տեսնաս որ չես գնալ փամ դերմա հասնիր որտեվ շատ դեղեր գա դա մարդու աշխարհը գրամ ասել Անի դու նաև խոսեցար որ երբ որ համասարան կացիր political science-ի մեջ մտար հետո անդրադարձավ որ քեզի համար չէր Երբ որ դպրոցն էի part-time բանկակ աշխատեի եւ շատ ասանք structured office-եր եւ ես չեմ գնար առաջին բաներ constraint չեմ գնար ես ազատություն պետք ունիմ չեմ գնար ասենք 9-5 control-ը so անիգատիվ մեկներ ազատությունը եւ financial ազատությունը it was one of the reasons եւ գուզեգոր ամենը decision-ներս իմսլալ ասենք թե ոչ թե շատ լավ եմ designer բայց կորձի մեջ եմ որ boss-ս ինձ չհավնիր գոր բայց I'm worthy of it well շատ անանք office politics կա եւ որ ասի ես իմ բիզնեսը ունենամ գնամ ես անտուրե ենել մարդիկ որ ես կուզեմ աշխատել հետերնին եւ so ամեն օրս ուրախությամբ կերտայի կորցի որտեվ կոնտրոլը ունեի obviously ես կտնեմ որ մարդիկը շուրջս անիգա priceless you know yeah I think finances is not only power but it's freedom ուզածդ կնես ուզածիդ պես so I see it's one advice Երորդ advice-ը որ պիտի դամ it's about social media actually Եվ պիտի նային նարա ադրինելան է եթե ուրիշ երդասարդ կահոս բայց ձեր mental health-ը լավ պաշտպանեցեք որովհետև մենք իրականության մեջ չի մեծանք բայց դուք աս իրականության մեջ պիտի մեծնաք եւ ուղղակի Ձեր էներգին գարնե, եթե էջերքը հետևիկ, որ gives you anxiety, stop following those pages. Եթե էջերքը հետևիկ, որ you find yourself living in comparison, ինք ունի, ես ինչու չունիմ, drop those pages. Asiga, I think for the future, yeah, good luck to you. It's a real challenge raising children in this era. So my advice is really careful with social media. Բարև Արաքս Բարև Թամար
Արաքս այսօրվա հարցումներուն ընդմեջ են նկատեցի, որ ամենեն կարևորը քեզի համար կյանքը հավասարակշռել, թե ասպարեզը, թե community life, ընտանիք, ինչպես կրնաս այդ մեկը, ասենք, այդ challenge-ը հաղթել։ Ինչպես կրնաս հաղթել, գգարձեմ ընտանեկան օրինագով, երբ որ մեծած ես եւ ընտանիքիդ մեջ միշտ այս ծևով թե professional կյանքի մեջ, թե զավակներու կարևորություն տալ եւ թե ասկիտ եւ քաղուտից ծառայել, այդ օրինագով մեծած եմ, so ինձ համար ինքնաբերաբար մեջես արժեք մնե որ պետք է մշակեմ բայց նաև այդ նպատակին ալ գհավադամ որ քեզի գվերաթարցնե ինքնին մեծ հարստություն եւ քիչ առաջ ասինք այդ success part definition-ը դալ նշանակություններեն մեկը այն է որ հավասարակշռությամբ կրնաս թե ընտանեկան կյանքի մեջ թե professional կյանքի մեջ եւ թե քաղուտից ծառայելով հաջողություն գտնել Խոսքիդ մեջ նաև ասիր, որ այսօր ներկաներում մեջ կան այնպիսի անձնավորություններ, ընկերուհիներ, որոնք իրենք ալ արժանի են ամեն մեկը աս աթորին վրա նստի եւ իր փորձառությունը բաժնե հետդ, ինչ ունի ասելիք իրենց մասին։ Գիտեք, անդրադարձած եմ, որ կյանքի մեջ միշտ կբադվենք անցիկներ, որ ասենք իրենց professional կյանքի մեջ հաջողություն կդածեն, կամ մինակ ասենք ընտանեկան կյանքի մեջ հաջողություն կդածեն, բայց նաև անցիկներ կան, որ աս բոլոր մարդահրավերները կընդունին եւ իրենց կյանքի մաս կգազմեն, թե professionally հաջող են, թե ընտանիք ունին, զավակ ունին եւ զավակ կբային եւ թե իրենց քաղուտը կծառայեն, դարիե հետսերը եւ ասոնց բավական pedestal-ը վրա պետք է տնենք կսկամ, որովհետև եւ շատերը ընկերուներս են եւ գնային մեծ բադիվով կսկամ, որ բանը ուղղակի admiration մնե իրենց համար, որ այս բոլորը կհաջողցնեն եւ շատ անգամ շատ զոհություններ գնես անձնական կետնի վրա, որ այս բոլորը հաջողցնես եւ գուզեմ իրենց գբարդինք իրենցպես մարդոց Եվ քեզի համար նաև կարևոր էր զավակներդ հայ մեծնելը։ Ինչու եւ ինչպես կնես։ Արմատներս են վերջով չեմ գնալ ատկեց հերանալ հերացած եմ ընտանեկան ուրիշ տեղ ապրելով եւ եդ եկած ենք եւ սկացած եմ այդ օդարությունը վերջով մեր ինքնությունն է եւ ուրիշ բան չեմ գիտեր այսինքն պետք է ասի փոխանցեմ իրենց ad ուղագի չիզովեցան որ մենք մորնանք իրենց չիզովեցավ մեր ասկը որբեսի մենք իրենց մորնանք ուղագի բարդականությունն է էությունն է բանը արյունիտ մեջ է եւ կգարձեմ որ քոնե իմ կյանքիս հաջողություններն մեկն է որ ադի գրնամ փոխանցել եւ իմ զավակներս քոնե իրենք հայ մնան ատկեց վերջ իրենք ինչ կնեն ալ իրենց ադի կբատկանի բայց ես քոնե ադի իրենց փոխանցածը լամն է հաջողած եմ Եվ տեսնելով փաստը արդեն գարձեմ թե լավ կորզրացեք տուն եւ ամուսինդ շատ շնորհակալ ենք այսօրվա ծերնարգին մասնագիտ ստանալու համար Մերսի շատ համար մերսի Horse influence impress ինքը բոլորիս հավասար գվարվեր հետևնից եւ բոլորս ամեն բան գրնային կնել հետո երբ որ ամուսնացան նույնպես ամուսինս ինձի հավասար հետս գվարվեր However ես ինչ որ սկացած եմ բնավ գործի մեջ չեմ սկացած որևէ այլ մարդու pressure բայց ինչ որ սկացած եմ ասկային կյանքի մեջ երբ որ նորը սկսա երիտասարդ էի եւ հոմիադենաբերուի այդ դերը սկացի քիչմը pressure Բարևանի ինչպես է Լավ, ինչպես ես դուն Շատ լավ այսօր մեծ ուրախությամբ մենք մտիգրինք ցեզի որ բաժնեցիք ծեր կյանքի օրինակը ինչպես հոս եկած եք ասենք եկիպ դոսեն նոր կյանքը սկսելու եւ ցեզի համար education-ը ուսումը շատ կարեւոր էր ինչ որ հասկացա Այո, այդպես է, թեև միշտ կսեմ, որ ստանան գրծածուն չափ շատ ուսում, բայց գիտնան, որ ուսումը մինակ կորձի համար չէ։ Ուսումը ամբողջ կյանքիդ համար է, ամբողջ քո հարաբերությունները ուրիշներու հետ, ամբողջ այդ բաներուն համար է։ Եվ դժվարություններ վստահ ունեցար, երբ որ նոր եկար Կանադա, ինչպես հաղթեցիր այդ բոլորին։ Դժվարություն չեմ սեբեր, որովհետև լա ծնողքս լա մենք արդեն լեզուները գիտեինք, այնպես որ ադիգա մեծ թյուրություն մներ։ Անգետ զատ ամեն մարդ այդ դժվարություններում մեջներ։ Իմ օրինակ մտալու համար այն adենը maternity leave-ը 6 շաբաթ էր։ Զավակդ կունենաս 6 շաբաթեն ետ կորձի բիդետ կերտաս։ Այնպես որ երբեմն գստիպեիր ամբողջ career-դ փոխել, որովհետև բզդիկ կունենաս։ Ուրեմն անի
ինչ խրատ գրնաստալ երդասարդ սերունդին որբեսի հաճողին իրենց կյանքի մեջ ինչը կարևոր է ինքս ինքը ճանչնալ ամեն բանի առաջ ճանչնալ քու դգարությունները եւ առավելությունները անգեց վերջ ուրեմն գրծածի չափ շատ ուսում առնել որովհետեւ ինչպես ասի կյանքի համար է ուսումը եւ ոչ մինակ քու կորձիտ համար հետո ամուսնանալ մեգումը հետ որ քու արժեքներդ կբաժնե շատ դժվար է այլաբես եւ ադիգա կյանքը իսկապես կթյուրացնե անգեց վերջը իմին խրածս է որ գրծածնու չափ շատ զավակ ունենաք որտեվ հայությունը մարդու պետք ունի եւ նաեւ որովհետեւ հայերուն ջիները լավ ջիներ են գարժե որ ադոնք շարունակվին շատ ճիշտ էիք շատ շնորհակալ ենք Անի ձեր մասնակցության համար շնորհակալ եմ ձեզի In France, it was 1944. Italy, 1946. In Canada, only white women over the age of 21 were granted the right to vote in 1918. And women were officially declared as persons in 1929 in Canada. So until 1929 we didn't exist. Ուրեմն Թամար այս հանձնախումբը որ գազմված է հոմի Մոնտրեալի սոսե մասնաճյուղին գողմե նպատակ ունի ասենք գանանց հզորացման շարք մահարաճացնել եւ այսօր մենք շատ գեղեցիկ ցերնարգիմը ներկա եղանք նախ ինչ էր նպատակը Ուրեմն նպատակը ավելի եթե անգլերենով մտածենք որ փունփար անգլերենով է որ սկսավ empowerment series է ուրեմն արիթը դալ երդասարտներու ավելի նույնիսկ գիներու բոլոր տարիքներուն որ քաղաքապարները դարբեր քաղաքապարներ բաժնեն եւ մեկը մյուսին գրնակերնա զորանա նայած կյանքի ովը մեկ հանկրվանի որ մեկը հասած է լա կորձունեության կորձի մեջ կամ կորձունեության ասկային կյանքի մեջ արիթը դալ զրուցելու քաղաքապարներ փոխանցելու եւ at empowerment-ի ինքնությունը փոխանցելու իրարու Եվ շատ հետաքրքրական ծևով վրաձեիք այդ մեկը այսօր դարբեր սերունդներ է մասնագիցներ գային եւ այդ քույզնա շատ հետաքրքրական էր Այո, որ անդրադառնանք որ դարիներ յետք թե որքան փոխված է գիները որքան դեռ գրաված են բայց նաեւ Ճիշտ այդպես երկար ճամփա ունենք հասնելու at զանազան նպատակներուն եւ ինչպես սկացին ներկաները 5 տարբեր սերունդ բայց դակավին նույն փորձառությունները նույն սկացումներն է որ կփոխանցվի մեկ սերունդը մյուսը Շատ շնորհակալ ենք շատ գողջուն ենք այս հանձնախումբին աշխատանքը Շնորհակալ ենք Թամար որ ներկա գտնվեցաք Այս ցերնարգեն կմեկնիկ հարուստ գիտելիքներով վստահ ենք որ այս արաբոջան զեկույցներեն մեկ խոսք կամ մեկ քաղաքապար գտարնացես համար ներշնչված աղբյուր ուրեմն այս է մեր նպատակը շարքի գլխավոր նպատակս է եւ անհամբեր կսպասենք ցեզի մեր հաջորդ ցերնարգին ուրեմն գերդի շնորհակալություն եւ բարեկարգություն Artimak, durtimak, vortimak gidaknem yes, vortimak gidakne an, yegur kdirmes paregentan. Parevcez High Horizon ցեզի հետ այսօր Մոնտրեալի Հայգետրոնի Ավետիս Ահարոնյան սրահեններս այսօր հոս ներկա ենք համասկային Քեբեկի սանահի մասնաճյուղի փոքրերու բադմուտյան ժամի հանձնախումբին գազմագերբած Փարեգենտանի Դոնին շատ ջոխ է մտնոլորդը եւ նաեւ հարուստ են դարազները իսկապես պետք է ասել որ ծնողները ամեն ջիկ տապած էին որ իրենց ավակները լավակույն ցևով այսօր ներկայացնեն այս Փարեգենտանի Դոնին եկեք միասնապար մենք ալվայելենք այս բոլորը Այս նու փայլը տուբացես Փարեգենտան մեզ Փարիզադիս ցես Փարեգենտան մեզ Փարիզադի Կացեք տեսեք ով է գերել այդ Կասին տեսան
գիտեք, որ համասկայանի բաղմության ժամը ամեն ամսական դրությամբ կնե իր հավաքները, բայց այսօր ուզեցինք քիչ մը փոխել եւ հավաքվեցանք հոս Ահարոնյան սրա, որբեսի նշենք Փարեգենտանը, քիչ մը դարբեր ցևով, Փարեգենտան բաղմության գողքին նաեւ ունեցանք գրբակները սենք, որ ամեն մեկ գրբակ անշուշտ աբրին Փարեգենտանը օրինակի համար ագլեդիս պատրաստել, թիմակ պատրաստելը, ինչպես նաև գրբակը ունենք, որ գրնային իրենց հեքիաթը ստեղծել, որբեսի քաչալերենք, որ ոչ թե միայն մտի գնեն, այլ իրենք ալ ներդրում ունենան եւ ստեղծեն իրենց հեքիաթը։ Ինչպես որ գիտենք, համասկայանի առաքելությունը բավական ծավալուն է, բայց ան նաև գնդքրգե փոքրիկներուն, փոքր դարիքեն փորձեր կատարելու, որ սերմանենք քրականության հանդեպ լանոնք ասմեր գարջ հավաքներով, կամ խաղերով, ադոր համար շատ կարևոր է, որ մենք այս փոքրերու բաղմության ժամը բահենք եւ ինչու՞ չէ շատնանք։ Եվ այսօր ուրախ եմ ստելու, որ ունենք հանձնախումբը առաջին անգամ լալով, որ բաղկացած է 8 երդասարդ ընկերուհիներ են, որոնց համար իսկապես շատ հբարդ եմ իրենց մոտ, որ մեջտեղ բերենք այսօրվա ցերնարգը հոս։ Այսօր քանի բստիկ մասնակցեցա։ Վերջին անգամ եթե գիշեմ 100-ը անցած էինք, այսօր արդու երբ որ նայեցած դուքեցի, ուրեմն գհուսամ, որ եկող դարերուն ավելի ընկերներ կմիանան մեզի եւ գհուսամ, որ գրծածնուշ չափ գրծանք իրենց ուրախ պահել եւ ինչպես որսի մշակույթը մեր ապրեցնել այսօրվա ցերնարգով։ Շատ գեղեցիկ ցերնարգ է, ցեր վարձ կգադա։ Շնորհակալություն ընկերից համար, մերսի։ Ամենակարևոր նպատակն էր, որ երեխաները ուրախանան եւ քիչ մ ավելի ծանոթանան Փարեգենտանին։ Դարիներու ընթացքին տեսած ենք, որ Փարեգենտանը մեծ շուկով չի դոնվիր, ավելի Հալովինը կդոնենք եւ ուզեցինք այս մշակութային մեր օրը ծանոթացնել երեխաներուն եւ լավ ժամանակ անցնեն ուրախանան։ Շատ շնորհակալ եմ։ Մերսի շատ։ Հետաքրքրությունը այսինքն զավակներու ասենք հայ փոքրիկներու համար հասցնել հայկական պատմությունը եւ իրենց փորձել ամսվա վրա ներկայացնել այսպիսի ձևով մենք ուզեցինք այս արիթը կորզածել որովհետեւ մեր ասխային արժեքները ցույց տանք։ Բարև Քարուն։ Բարև։ Քարուն այսօր ինչ հագված ես։ Mermaid։ Օ, շատ գեղեցիկ։ Mermaid-ին քարակտերներն որու գսիրես ամենաշատ։ Ariel։ Այս պեդուրները ինչ են։ Յոտոպեդուր։ Սիոտոպեդուրները։ Գանեն բակին անդենը։ Ապրիս Կարուն։ Նայոմի, այս հանցախումբի մեջ աշխատիլը քեզի համար ինչպիսի փորձառություն է։ Բզդիգութենե սիվեր արդեն համասկայնական եմ, բարախումբի անդամ եմ, ուրեմն երբ որ հարցուցին ինձ եթե գուսեմ միանալ, արդեն առանց մտածելու պատասխանս այո էր, եւ մանավանդ արիթմն է որ բզդիկներուն ծանոթանամ, քանի որ վարի հարգը արդեն շատ չենք շախվիր դպրոցը, ուրեմն արիթմը գլա եւ իսկապես շատ ուրախանամ, երբ որ վարի հարգը իջնեմ, մեկ անգամ են տեսնեն ինձ ժբիտկա 30 վրա, որտեվ գճանչնան։
ուրեմն շատ լավ ժամանակացույց եմ վերջին մի քանի ամիսները։ Շատ շնորհակալ ենք, վարձ կգադար։ Մերսի։ Ռոզի, այսօր ինչ հագվեր է։ Popcorn. Շատ գեղեցիկ է այս պոպկորնի հագուստը։ Բարեգենտանի դոնը գսիրես։ Այո։ Ինչու։ Որտեվ գնանք ծպտվիր։ Շատ ճիշտ է սիր։ Արիանա, ինչ հագված ես այսօր։ Հայ զինվոր։ Հայ զինվորը ինչպես կլա։ Ասանք։ Այս անգամ ասանք շատ ջող մթնոլորտ մնե եւ իսկապես բզիկները ուրախ են դարածներով։ Պատմության ժամի այս հանձնախումբը, որ 8 հոգի է, վարչության համար ինչպիսի արժեք է։ Շատ մեծ արժեք է, շատ ուրախ ենք, որ գրծած ենք այս տարի 8 հոգի հավաքել, որովհետև ինչպես գիտես, անցյալին միշտ պրոբլեմ ունեինք այսօր հետ։ Մանավանդ աս փոքրերու պատմության ժամը մեզի շատ կարևոր է։ Փոքրերը մեր շուրջ հավաքել, իրենց պատմություններ պատմել, հայության մասին սորվեցնել, դոներու մասին սորվեցնել, ուրեմն հանձնախումբ ունենալ, որ գնա աս ամենը համատրել, շատ կարևոր է եւ շատ ուրախ ենք, որ մեզի միացան այս տարի։ Իսկապես շատ հաջող ձեռնարկե, ձեր բարձ կգադար։ Շատ մերսի Տամար, նմանավետ։ Բարև ձեզ։ Այսօրվա մեր հյուրը հայ բարարվեստի փեմատրիչ, գեղարվեստական ղեկավար եւ բարուսույց Քոքո Կելեշյանն է։ Անձնած է Բեյրութ եւ բարի ասպարեզ մուտք գործած է 6 տարեկանին։ 1988 թվականին Քոքոն համասկայնի Լիբանանի Գայանե բարի դպրոցի առաջին արագան բարողը եղած է։ 25 տարի մաս կազմած է համասկայնի Լիբանանի քնար բարախումբին։ Լիբանանի մեջ անհամագործակցած է Ռահբանի ընտանիքին հետ եւ փեմատրած է 2 թադերական արդատրություն Սաբահ եղբայրներուն հետ։ 2015-ին ստեղծած եւ փեմատրած է Ժունիի միջազգային պարադոնի բացման հանդիսությունը Մաջդա Ռումիի գդարողությամբ նվիրված հայոց ցեղասպանության 100-ամյակին։ 2016-ին ղեկավարած եւ փեմատրած է Ալ-Արզ պարադոնի բացումը 60 բարողներով։ 2015-ին ի վեր Գիբրոսի մեջ անգվարե Սիփան, Անի, Գիրիգա եւ Նանոր բարախումբերու գեղարվեստական դնորենի եւ բարուսույցի պաշտոնը։ Նաեւ մասնագիծ է 50 քյուրեր արի բարի մշակութային ծրագրին։ Մեր հարցազրույցը սակայն պիտի գետրոնանա հատկապես վերջերս համասկայնի գետրոնական վարչության նախաձեռնած Եկեք բարենք Քոչարի ծրագրին վրա, ուր համասկայնի աշխարհադարած բարախումբերու միացումով այս տարվա մայիսի 28-ին պիտի հրաբարակվի հայկական Քոչարի բարը ղեկավարությամբ Քոքո Կելեշյանի։ Բարև Քոքո, ինչպես եք։ Բարև Տամար, լավ, դուք։ Շատ լավ ենք։ Ուրեմն Քոքո, սկսիկ վերջին ծրագիրն, որ համասկայնի գետրոնական վարչությունը նախաձեռնած է, Եկեք բարենք Քոչարի։ Նախ այսպիսի մեծ ծրագիրը իրականացնելը վստահ եմ, որ թյուրին կորցմը չէ։ Եթե գնաս մեզի բացադրական մտալ նախ նպատակին մասին, քանի բարախումբ պիտի մասնակցի եւ ինչպես կընթանան աշխատանքները մինչեւ օրս։ Այո, ուրեմն նախ շնորհակալություն հյուրընկալության համար, այս հարցազրույցին համար։ Եկեք բարեք Քոչարի նպատակը կամ միտքը ստեղծվեցավ 4 տարի առաջ համասկայնի պատգամավորական ժողովին եւ որոշվեցավ Փունչ Քոչարիներ ներկայացնենք մենք համասկայնի մեծ ընտանիքի միջոցով եւ բարախումբներով միջոցով եւ ցուցադրվի կամ ներկայացվի այս վիդեոկլիպը, որ պիտի նկարահանվի մայիս 28-ին համասկայնի դարեդարձին այս տարի նորեն պատգամավորական ժողովին։ Եվ անոր համար մարմինը նշանակվեցավ մասնակիցները, որ այս գործը մեջտեղ բերենք եւ երաժշտություն արձանագրվեցավ Հայաստանի մեջ հadoop այս գործին համար։ Մեր Քոչարիները շատ են, շատսելով 7, 8, 9 տեսակ Քոչարի ունենք, որոշվեցան մեջ են 4 Քոչարի զադենք եւ
8 վարգյանոց վարմը մեջտեղ կա, որ միասին ամեն շրջանները նկարեն, արդեն մոտավոր 22 բարախումբ սկսած է գործի, տվականները որոշված է նկարանման օրերը եւ մայիս 28-ին պիտի ցուցադրվի մեր պատգամավորական ժողովին եւ ուրիշ գործ մնա ուսանք պիտի աճողինք, պիտի փորձենք հասցնել մինչեւ ՅՈՒՆԵՍԿՕ։ Ինչպես գիտեք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեջ Քոչարին ընդունված է իբր հայկական ավանդական ամբար եւ անոր համար պետք է ցցնենք բոլոր աշխարհին, որ ասբարը ինչ է, ասբարը պատմությունը ինչ է, որտեղեն եկած է եւ ինչպես մենք ենք դերերը ասբարին, որ շրջանները կբարվի, որ հսկայական քարտեզը կգծվի, այսինքն այն մեկ Քոչարի բարի շրջանը մենք հիմա քարտեզին վրա պատմական Հայաստանով սկսենք գծելու։ Որոնք են այդ 4 Քոչարիները, որ պիտի բարեն։ Գառնո Քոչարի, առաջինը, Աղգդի Քոչարի, Մշո Քոչարի եւ վերջինը Սվերդի Քոչարի։ Այո, շատ անհամբեր կսպասենք, որտեղ իսկապես թե իբր քարոզչություն, շատ գեղեցիկ նախաձեռնություն մնե, եւ թե համասկայնի համադարած հայ մշակույթի ուժը ցույց կտա, ինչպես որ ասիկ ամբողջ աշխարհին։ Միանսեմ, որ գներեք, այո, միանսեմ, որ կորձի դժվարությունը ան է, որ մենք ամենքս մեկտեղ չենք, ամեն աշխարհի մեջ գտնվենք, ինչպես գիտեք, եւ հիմա որ պետք է նկարենք Ավստրալիա օրինակ տարբեր է կլիման, Կանադա տարբեր է կլիման, Մոսկվա բոլորովին ուրիշ է, Գիբրոս ուրիշ է, Բրազիլ ուրիշ է, այդ դժվարությունը գտնանք, որ մանավանդ շրջանները, որ հիմա շատ բաղ է, ցուրտ է, ցույն գա, ուրիշ դժվարություններ կգտնանք, որ օրինակ ամեն մեկ շրջան պիտի նկարե իր գտնված տեղը, իր քաղաքին հատկանշական վայրի մեջ։ Շատ դժվար է այս օրերուս մանավանդ արաբական աշխարհի մեջ արտոնություն առնել, շատ դժվարություններ կան, բայց գիտեմ, որ քանի նպատակը շատ կարևոր է, ամենքս մաքսիմումից կցնենք, որ ինչպես դուք, ինչպես Ամերիկա, ինչպես Կանադա, ինչպես Բրազիլ, ինչպես Ավստրալիա, բայց այդ աչքով չենք դիտեր Կոկո, էսթետիկ աչքով չենք դիտեր, մենք բարը պիտի դիտենք, մեր խումբերով դիե բարդանանք։ Այո, ուրեմն ես իմ խոսքից մեջ ասի, որ 6 տարեկանին ի վեր դուք բարի ասպարեզ մտածեք, եթե գրնաք մեզ իսել ովքեր եղած են ձեր բարուսույցները, օրինակ։ Ուրեմն իմ բարի պատմությունը սևում սկսած է դպրոցեն եւ սևում ասեմ ճուզերով, որտեղ ուզեի ես ֆուտբոլ խաղալ, ֆուտբոլիստ լալ, բայց իմ հայրս կստիպեր, որ չէ, պետք է երթաս բարես, պետք է մշակույթի մեջ մտնես։ Եվ 1986-ին իմ դպրոցից բարախումբեն սկսա բարելու, անշուշտ պատերազմի շրջան, շատ քեշ ժամանակներ, եւ իմ ուսուցչուհիս Օրոր Պոլինանով մեկն էր, որ գբարեր քնար բարախումբեն։ Եվ 2 տարի հետո 1988-ի վերջերը 89-ի նորեն Թահրիրի պատերազմի ադեն լուր գրգեց, որ պետք է կաս եւ փորձես մեր բզդիկներու խումբը համազգայինի։ Այն ադեն չի գար, այսինքն այն ադեն փորձերը գլար Խանամիրյան, գլար Շատարվաշյան դպրոցի մեջ, յետքն է որ Լևոն Շանտի երաժշտանոցը շինվեցավ եւ փորձի դեղ ունեցանք։ Դիգին Կարինե Ալեքսանդրյանի ղեկավարությամբ։ Եվ սկսա ես բարելու եւ ելույթ չէինք տար, ելույթը գլար բարեի պարադոններ Մեսրոպյան դպրոցի մեջ կամ նորեն ասմեր ազգային վարժարաններու մեջ։ Մինչև պատերազմը վերջացավ, մինչև 1992 թվական։ Այն ադեն Կայանի դպրոցին առաջին դղան է ես 12 աղջիկով։ Ինձ համար քիչ դժվար էր բարելը, որտեղ այն ադեն կամ ծևոմ մասկացողություն կա, որ տղան չի բարել, տղան ֆուտբոլ կխաղա, բասկետ կխաղա, ես աչուզերով կբարեի անգելձը լալու։ Բայց լավ որ այս օպշնը զադերեմ։ 1992-ին արդեն բարոն Ֆելիքս Հարությունյանը հրավիրվեցավ Հայաստանին։ Ետքը անգեց ետք նորեն խումբը մեծավ, Կայանի դպրոցին աշակերտները շատցան։ Ուրիշ բան ասեմ, որ շատ իշադագելի, քիչ քեշ իշադակներով դեպքեր եղած է։ Օրինակ երաժշտանոցը, երբ որ նոր շինվեցավ Լևոն Շանտ, պատերազմի մեջ էր եւ մեր փորձի դեղը, որ կետնինդագն էր,
ատերի շրջանի հայ ընտանիքները գուքային հոնգը կնանային բادرազմի ռումպիադեն։ Եվ մենք վերը փորձ կնեինք պարկինգը։ Այսինքն ինքնաշարժեր օտոները կաշխատցնեին, լույսերը կվարեին, երաժշտությունը եւ հոմ փորձ կնեինք, որտեղ էլեկտրականությունը չի գար օբվիսլի։ Եվ որ ռումպերը սկսեր, այմար օտոները գոցեր կփախեին դուները։ Այսինքն աս տեսակի պայմաններում մեջ փորձեր արածենք։ Եվ մենք բզդիգ էինք այնադեն, անշուշտ մեր զնոքներն ամերեդը։ Ետ կնե որ բادرազմին հետո քիչ պայմանները լավացան, վարի սրա շտկվեցավ, այսինքն բետոներ քեշ վիճակի մեջ էր, կեդինը դախտակ եղավ, օրինակ բարի սրա եղավ։ Եվ բարոն Ֆելիքսը եղավ նա արդեն մեծ փոփոխումներ ծևով ավելի պրոֆեսիոնալիզմի էր տալու։ Այո։ 94 թվականին ես կնար բարախումբ անցա։ Եվ կնար բարախումբը այսօր բավական հարաճ խաղաց կարգանակրած է գրնանքսել ներկա բարուսույցներուն հետ եւս։ Այո։ Խոսենք Կոկո Լիփանանի մեջ դուք ուրեմն մասնագետ դարձած եք տարբեր ոչ հայկական, ասենք լիբանանյան ֆեստիվալներու, ռահբանիներուն հետ, ասենք կամ մաժդարումին հետ, որի ամենասիրած երգչուհիներս մեկն է, ինչպես կքնահատե լիբանանցին մեր հայկական մշակույթը, մանավանդ երբ որ գարկը կա բարի։ Ռահբանի ընտանիքին հետ կապված, ռահբանի ընտանիքի ոչ միայն մեր ադենը կամ բարոն Ֆելիքսի ադենը, անգեց 30-40 տարի առաջ իրենք արդեն հայության հետ, հայ արվեստագետներու հետ, հայ վերաժիշտներու հետ, հայ կոմպոզիտորներու հետ մեծ պատմություն ունին, իրենք գիտեն որ կորզին մեծ աջող եւ գնդունին կորզերնուն իրենց ֆեյրուզին ադեմ վնե մեծ աջողությունները հայերը շատ մեծ մաս կազմած են այդ աջողության մեջ եւ մենք շատ դժվար ադեն աշխատեցանք ռահբանի ընտանիքին հետ այսինքն դժվար ասելով այն ադեն 90-ական թվականներուն եթե երթա էր արաբական խումբը բարեիր ծեվում ասանք բան հավարան չսեմ ուրիշ տեսակ աչքով գնային այո արկելված էր ինչպես երթաս արաբներուն կով բարես փուլ հայկական պետք է բարենք բայց բոլորովին դարբեր բան մի եղավ մեր բարուսույցին հրավիրեցին եւ շրջանային վարչության օքեյով պարոն Ֆելիքսը առաջին անգամ գնացվոն կարծեմ 97 թվական էր եւ արդեն իրենց կողմնա մեծ փոփոխություն մեծ եղավ նորություն մտավ որ պարոն Ֆելիքսներ եւ իր քաղաքապարներով ծեվում մենք կանանչ լույս ունեցանք երթանք ռահբանի մասնակցին բայց առաջնագար տնելով համազգային եւ կնա բարախումբը ես քիչ ուշ կացի որտեւ անգելցելով պարոն Ֆելիքսը չի ցկեց գարկի ինձի կառն է որտեվ գսեր ոչ ամեն մարդ բայց կոկոն ոչ գարզեր որ երթային է երբիչիկայի կնար բարախումբ որտեվ 2000 2001 2 3 մինչև 4 կնար բարախումբի պիկ տարիներն էին ամեն բարակային 2004-ին միացա իրենց եւ անգեց հետո մինչև պարոն Ֆելիքսի մահանալը միասին էինք Քեզի համար Կոկո հայկական բարը ինչ կնշանակե միայն շարժումներ չեն հավանաբար հայկական բարը ինքնություն կնշանակե եւ արմատ կնշանակե հայկական բարը չի նմանիր ոյ մեկ բարի մենք աչենք նմանիր ոյ մեկ ազգի անեդարբերությունը մեզ համար բարը ինքնություն է մենք շատ emotional ժողովուրդ ենք եւ բաժար գա որ մենք սկսական կմոդենանք ամեն ինչին եւ ամեն մեկ այսօր բարուսույց չի մտածեր ճիշտ սևով ոչ թե չեմ խոսի բարուսույցներու մասին որ բիզնեսի միտքով կմոդենանք խոսիմ ես իրական հայկական բարի ուսուցիչ բարասույց մենք կմոդենա մեկ նպատակով փամը սորվեցնենք որ ժարանքը լա ադանցին որ կսորվեցնենք որ գամատ երեխային որ կսորվեցնենք որ չի սորվեցնենք որ մենք քեզի շարժում է ասի գաբիդանես նո ասի քեզի բատմուչումը գուտանքոր որ դու պիտի փոխանցես քու եղող սերունդիդ Սպիրկի մեջ այս մեկը անելու համար որբեսի մենք երդասարտները ներքրավենք ինչպես կրնանք քայլ բահել այդ ավանտագանները փերել նոր ժամանակներու մեջ եւ իրենց հրամցնել այդպեսի ծևով որ հաջելի լա եւ ուզեն սիրելով կանոյ բարեն Աս կորզը չես կրնար երդասարտի հետ մանավանդ հիմա 2026 ենք օքեյ աչափ շատ է սպաղումները աչափ շատ է այսինքն
Առաջ պետք ունեին աս երդասարտությունը ագումբ գալու, պետք ուներ աս երդասարտությունը, ինչ գիտնամ եկչախումբի գալու, բարախումբի գալու, որ իրար դեսնելու։ Հիմա շատ թյուրին է, շատ տարբեր ծևեր կան։ Չես կրնար հերացանել Հաջիս Եգուրուսես։ Պետք է մտնոլորտ մստեղծես, ես միշտ կսեմ եւ միշտ ասերեմ։ Օրինակ կսեմ, որ ինչու բարախումբը շատ մարդ կհավաքի շուրջը։ Բարախումբը անամեջ չէ որ կախարտական բան մգա որ մարդ կընթագարակ ավելի ցիրկ պետք է ունենաս տուն կաս բարելու։ Ամմար չի գնար կար մասնակցի բարախումբի հետ։ Բայց մտնոլորտը պիտի ստեղծես, որ դուրսեն ատ երեխան կամ ատ երդասարտը ուզե պատկանիլ ատ մտնոլորտին։ Անուղագի գերբով պիտի ներկրավես իրեն, պիտի հրավիրես որ կա։ Եվ ասիգա գրնասնել ատ սևով, երբ որ հայ երդասարտ կամ հայ երեխամը գործված վիճակի մեջ է։ Ես հայ եմ կամ հայ չեմ։ Ընդունիմ հայությունս կամ չընդունիմ, օդարության մեջ կապրիմ որ։ Ինձի հբարդություն է, եթե օդար ընկերներուս առջև ասեմ, որ ես հայ եմ, կամ ոչ, անունիս մագանունս չի դամ, որ չի գիտնամ, որ հայ եմ։ No։ Աս երդասարտը պիտի տեսնե, որ անտին անդեղը հարյուրավոր բզդիկներ, հարյուրավոր երդասարտներ, ինչ գիտնամ, օդար քաղաքի մեջ, Բելգիկա, կամ Վիեննա, կամ ուր գուզե թողլա, հավաքված են, ցեքսեկի դված են, եւ մշոխր գբարեն գոր։ Եվ հբարդ են իրենց ինքնությունով։ Եվ քիդե, այսինքն ինքը կյանքի մեջ ինչ գուզե, ինքը գուզե գոր, իդ վերաթարնա իր արմատներուն, ատ անցը որ գբարե գոր մշոխրը, քիդե գոր մշոխրի բապնությունը, քիդե գոր մուշ քաղաքը կներկայացնե։ Եվ ինքը կամաց իր մեջ հետաքրքրություն պիտի ստեղծվի, որ աչոք եսա դերեմ եկած եմ, որ իմ ավանդական բարս կա, երթամ հարցնեմ իմ մեծ հորս կամ բաբայիս կամ մամայիս, աչոք մենք ուրդեղեն ենք։ Այո։ Գարինեն ենք, կարսեն ենք եւ երթանք այդ բարը սորվինք եւ իդ վերաթարնանք մեր արմատներուն։ Անցյալ օրը դերգսեգո մենք մեր աս բարերով մեծ քարտեսը կգզենք կոր մեր եւ գծած ենք։ Այո։ Այսինքն եւ որ գիմա անուններ գուտանք կոր գառնո, աղկդի կոչարին ալաշկերդի կոչարի, ալաշկերդի շրջանի։ Վերջ անցանք քարտեսը անդեղեն։ Մուշ, գարս, գարին, արդահան, Էրզրում։ Բայց հարցումս եւս այներ որ հարգավոր գսկաս այդ ավանդական բարերը քիչ մո մոդեռնայզնել որբեսի ավելի երկու դալ են չէ երկու զատ չսեմ երկու զատ դբրոց է արդեն հիմա մենք այդ հարցերում մեջ է հստակացման ծևեր պետք է ժողովրդական բարերը եւ մեր ավանդական բարերը մոդեռնայզ անելու արդեն ժողովրդական բարերու գերտանք որ մեր անկանոն համար ելույթ կպատրաստենք եւ ժողովուրդը գուկա գնստի գտիդե բայց արմադը հունդերեն եկած է, այդ բարերեն եկած է, որ մենք զարգացուցած ենք, վերամշակած ենք եւ դարձուցած ենք թեմային, որ կա ժողովուրդը մեզի դեսնետի դե ինչպես ամեն ելույթները որ կդեսնենք։ Կոկո ուրեմն անցնելով արի բարի ծրագրին 50 քյուրերու մեջ, ինչպես դուք մաս կազմեցիք եւ ինչպես կգնահատեք այս ծրագիրը։ Ուրեմն արի բարին NGO-ն է որ կազմվեցավ Հայաստանի մեջ Հայաստանի եւ Սփյուռքի մի քանի օկիներով եւ փուն, այսինքն հավաքողը աս մի քանի օկի, մի քանի բարուսուսները համազգաց Ասլանյանն է արի բարին չի պատկանիր ոյ մեգու մնախանդեղեն սկսեմ մեկ հատ բզդիկ ինտրոդակշն մտամ արի բարի մասին արի բարին ամեն անսֆոր գսիրե հայկական բարը ամեն բարուսույց որ հայկական բար գտասավանդ է իրենց է աս արի բարի այսինքն բոլորնից համար է Եվ արի բարին նպատակը երթանք դեղեր հասարակ ժողովրդին հրավիրենք եւ մեր հայկական ավանդական բարերը սորվեցնենք։ Հիմա դժբախտաբար ես Գիբրոս կգտնվեմ, շատ չեմ գրնար ներգալալ Հայաստան, բայց գրծածին շապ որտեղ մեզ համար հեշտ է երթալ գալը Գիբրոսեն, երթանք եւ մինիմում 100 հոգի գլա ամեն մեկ իվենտը որ գահավաքենք եւ ոչ միայն Հայաստանի մեջ, Գիբրոսը արինք Մոսկվայը արինք, հիմա Ռոստով վիդլա, դարբեր շատ դեղեր, Բրազիլ եղավ։ Այս փացոտիա բարերն են, որ գցիդենք երբեմն։ Փացոտիա ինդոր եւ ավտորալ, այսինքն։ Այո, գամ օրինակ Անտիագանայքին, օպերայի հրաբարակը, Կասկադաս ջաններուն վարը։ Արի բարին ամենուն համար է, ով որ հայկական բարը գսիրե։ Նպատակը անե որ ինչպես ասիկ, իդ վերադարձնենք մեր արմատներուն, սորվեցնենք, դասավանդենք եւ ճիշտը սորվի։ Այսինքն Դժբախտաբար դեղմա հասած ենք, որ շատ մբարեր ճիշտ սև են դուրս ելած են,
պետք է այդ սրբակրվի ադիգա մակրվի բարեր եղած է որ գբարվեցվի ոչ իր երաժշտության վրա ասոնք պետք է ամենամարդ իդ նորեն սազի սպեսքիր կփանա At hinkirgă vram poșie, amoce panale sorvile, aici șat barusner ga as barer chenkider, noren amoce, ok? Șat barer ga yes polorovi morțaze, iet imas kısank, feramşagelu, naelu, visioneră, kırvaz kirkerov, ինչպես elin շարժումները, 100 տարի առաջ ինչպես կազած ենք սասունիկյուղերեն ինչքիտնա մայրոքեն ցերքը աչեն ցախե, չեն ցախեն աչե, շատ կարևոր են ասոնք։ Եվ ասպիսով է որ գդարածվի որ մեր բարերը որ 200-ն ավելի մշակված երաժշտությունով բարեր ունենք։ Հիմա աս քյուղերը դառնալու բարական մենք պիտի տան գատի սուն քյուղերը ապրիլին պիտի սկսի աս կորձը Հիմա արդեն վանը մոդավոր պատրաստ է LED screen գա sound system գա բելդեն բայց աշուշտ շատ սպոնսորներով է պետք ունենք աս կորձը մեջտեղ բերելու որտեղ մեր անձնական միջոցներով որ գնենք կոր ամենը բայց ապրիլին պիտի սկսի ինչ որ ալան Շատ գեղեցիկ կաղապարի այդ քյուրի մեջ ծևով մգյանք կպերեք հույս կպերեք բար երաժշտություն կհնչե Կոկո վերջացնելու համար էսիկ որ դու Գիբրոս կաբրիկ եթե մեզի կնակ երկու parով Էսել թե Գիբրոսի հայկական կաղուտը ինչ վիճակի մեջ է, աշխուժ է, միութենական կյանք ունի, հայախոս կաղուտ է։ Այո, մենք հբարդապար հայախոս կաղուտ ենք, մենք ունենք ոստեղը 3 վարժարաններ, նարեկ վարժարան, հայությունը քիչ է, 3500, մաքսիմում 4000 հայ կաղուտ մնենք, աշխուժ կաղուտ ենք, այո, իրագումբներով, իր գուսակցություններով, իր միություններով, իր եկեղեցիով եւ համասկայինը գործե 4 քաղաքներուն մեջ ունենք ինչպես ասիկ Անի Գլիկիա եւ Սիպան բարախումբը եւ արավել նանոր մանգաբադանական բարախումբը մեր ներկայացուցիչի բարախումբն է եւ ամեն տարի նորություններ ունենք ներկայացնենք եւ ասպզդիկ քաղուտեն ոչ թե նորություններ միանգել է քաչ կայլեր գարնսվի նորություններով ինչպես օրինակ Բարի Փարադոնը, որ անուն դրենք Բարադոն, անցյալ տարի հրավիրեցինք Հայաստանին տարբեր խումբեր, 53-54 հոգի էինք, այս տարի 135 հոգի ենք Հայաստանին խումբեր բուկանգոր, հուլիս 23-ին 28-ը, առավել Մարսեի խումբն ամիդի միանա եւ առավել մեր ներքին խումբերը, Բարի Փարադոն բիդունենանք։ Մենք կգազմագերբենք երկրորդ տարին լալով Բարային ջամբար Դիլիջանի մեջ, օգոստոս 15-ին 20, որ բոլոր Սփյուռքեն եւ Հայաստանեն բիդի միանան ոնդերը ջամբարին մեջ առաջին անգամ լալով համազգայինի երկի բարի անսամբլ գազմվեցավ ոս մեր 20 երկչախումբի եւ համազգայինի Սիպան բարախումբի հետ ասկես 2 տարի առաջ աստեսագի քայլերը սեվում ճագերդյալ խենտերը գնեն միան ներգաբայմաններով բայց անշուշտ համազգայինի գետրոնական վարչության աճակցությամբ եւ մեր Նեգուսի վարչության, Եշրջանային վարչության Գիբրոսի հովանավորությամբ եւ մեր ներկայացուցիչի եւ կգարձեմ թե աս Գիբրոսի բզդիկ քաղուտեն ելած աս մեծ ֆեստիվալները, գամաս պրոժեները որ ունենք, օրինակ պիտարնա բոլոր տարբեր մոդագա քաղաքներու լա Եվրոպա լա մեր տրացի երկրներուն որ նույնանման իվենտներ ունենանք եւ համազգայինի մեծ ընտանիքի ձիրի մեջ լա ասիկա ոչ միան գետրոնանա միան Գիբրոսի ասկաուտին Շատ շնորհակալ ենք Կոկո այս արիթին համար քեզի ամենան հաջողություն կմաղթենք եւ անհամբեր կսպասենք մայիս 28-ի եկեք բարենք Քոչարի բարը համասկայնի բարախումբերու գադարողությամբ մինչ այդ կհուսանք որ ամեն ինչ թյուրին կընթանա եւ այդ բոլոր դժվարությունները կհաղթահարեք շատ շնորհակալ ենք անգամը եւս Մերսի ցեզի Եկեք